Եվս մեկ անգամ բարև ձեզ, ներածական խոսքս նվիրված կլինի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգներում Սպիտակ տանը կայացած ստորագրությունների եւ այդ փաստաթղթերի շուրջ կարծիքին։ Ուրեմն շատ կոնկրետ փորձեմ ուղղակի մեկնաբանել, թե ինչ են կողմերը ստացել այդ ստորագրված փաստաթղթերից։ Առանց բովանդակության մեջ մտնելը, որովհետև բովանդակության մասին խոսակցություն շատ է եղել։ Նայեք, Միացյալ Նահանգները շատ կոնկրետ ստացել են Միջանցքի վերահսկողություն, ապագայում ձևավորվող Միջանցքի վերահսկողություն, ստացել են Իրանի հետ սահման փաստացի վերահսկողության հնարավորություն Հայաստան-Իրան սահմանը եւ երրորդը դա Նոբելյան մրցանակի ներկայացումն է Միացյալ Նահանգների նախագահին։ Ինչ է ստացել Ադրբեջանը։ Ստացել է Միջանցքի իրավունք Հայաստանի Հանրապետության տարածքով, ստացել է Մինսկի խմբի լուծարում եւ ստացել է 907-րդ բանաձևի չեղարկում։ Շատ կոնկրետ։ Հիմա ինչ է ստացել Հայաստանը։ Անկեղծ ես փորձել եմ այդ փաստաթղթերում գտնել որևէ կոնկրետություն, թե ինչ է ստացել Հայաստանը։ 0 Միայն խնդիրներ, որոնց մասին ավելի ուշ կասեմ։ Եվ վերջապես ինչ է ստացել Նիկոլ Փաշինյանը։ Դու այստեղ կա շատ կոնկրետ բան, ինչ ստացել է Հայաստանի վարչապետը։ Ստացել է մեկ նկար նախագահ Տրամփի ստորագրությամբ եւ ստացել է իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին։ Հիմա չոր մնացորդում իրականում սա է։ Եվ ինչ եզրակացություն, նախնական եզրակացություն կարելի անել այս առիթով, որ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգներում Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում, այնտեղ եղել են սեղան, աթոռ, նկար կար, դրոշ կար եւ Փաշինյան կար։ Եվ մի երկու խոսք ավելի լավ հասկանալու համար, թե ինչ է նշանակում նախաստորագրում։ Նայեք, երբ երկու կողմ բանակցում են ինչ-որ փաստաթղթի շուրջ, թիմերը գալով համաձայնության նախաստորագրում են այդ փաստաթուղթը։ Դա տեխնիկական գործողություն է։ Նախաստորագրում են հետագայում որևէ առիթի ժամանակ, օրինակ պաշտոնական այցի ժամանակ, երկրի ղեկավարները ստորագրում են նախաստորագրված փաստաթղթեր։ Տեխնիկական գործ է ըստ էության նախաստորագրումը։ Ինձ համար ընդհանրապես հասկանալի չի, թե պետության ղեկավարների ներկայությամբ ինչ է նշանակում նախաստորագրում։ Եթե ամեն ինչ պայմանավորված է, ավելի լավ առիթ ստորագրել այդ փաստաթղթերը հենց ղեկավարների կողմից չէր կարող լինել։ Սա իսկապես հարցեր է առաջացնում նաև բովանդակային։ Հիմա մի քանի խոսք տրանզիտային հնարավորությունների մասին, որովհետև այդ փաստաթղթերը ոնց որ փորձում է ներկայացվել նաև Խաղաղության խաչմերուկ այդ թեզի շրջանակներում, չէ՞, դրա իբրև շարունակություն կամ գործնական քայլ։ Նայեք, յուրաքանչյուր երկրի տրանզիտային ներուժը բաղկացած է 3 մասից։ Առաջինը դա երկրի աշխարհաքաղաքական դիրքն է, երկրորդը դա ռելիեֆն է, եւ երրորդը ճանապարհային ցանցերի վիճակը։
որակը, զարգացվածության խորությունը եւ այլ եւ այլ։ Հիմա երկու առաջի պայմանը դա պարտադիր պայման է։ Եթե այդ պայմանները կան, ապա երրորդը ճանապարհների վիճակը ներդրումների հարցը, աշխատանքի հետևողականության հարցը։ Հիմա այս առաջարկումը մենք նայենք քարտեզին եւ հասկանանք ինչ է նշանակում Հայաստանի համար խաղաղության խաչմերուկը եւ ինչ տրանզիտային ներուժ ունի Հայաստանը։ Ես քննրեմ միացնեք ուղղակի քարտեզը։ Չենք ալարել հատուկ այսպիսի քարտեզ ենք այստեղ տեղադրել։ Հիմա նայեք։ Թուրքիա, Վրաստան ունեն բոլոր հնարավորությունները շրջանցելով Հայաստանը հաղորդակցվել իրար հետ։ Թուրքիա, Ռուսաստան եւս նույնը։ Վերին Լարսում թուրքական մեքենաները շատ ավելի շատ են, քան հայկական մեքենաները։ Ուղղակի երկիրն ավելի մեծ է նաև։ Վրաստան, Ադրբեջան։ Դուք տեսնում եք, որ ամբողջությամբ հնարավորությունը կա, տրանսպորտային կապը կա եւ հիմնական ակտիվ աշխատող միջանցքը Կասպից ծովի եւ Սև ծովի միջև հենց սա է։ Հիմա Իրան, Ադրբեջան, խնդրեմ, բոլոր հնարավորությունները եւս ունեն եւ Իրան, Ադրբեջան առևտուրը այսպես ոչ ոք չի անում Հայաստանի տարածք մտնելով։ Նույնը Թուրքիա, Վրաստան, Հայաստանի տարածքով չեն գնում, անիմաստ է ուղղակի, ոչ մի ֆուռ եւ առորդ Հայաստանով չի փորձել գնա Վրաստան։ Իրան, Թուրքիա եւս նույն վիճակն է։ Եվ ըստ էության Հայաստանը իր աշխարհաքաղաքական դիրքով այս երկրների համար տրանզիտային ներուժ գրեթե չունի։ Բայց մեկ բացառություն Ադրբեջան, Թուրքիա։ Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում ենթադրվող միջանցքը իսկապես էական նշանակություն ունի։ Եվ այդ նշանակությունը ունի մի քանի բաղադրիչ։ Որպես թուրքական պրոյեկտ, ասենց Տուրանի պրոյեկտ, եւ ինքը իսկապես կարող է ունենալ եւ ունի տրանզիտային ներուժ։ Եվ եւս մեկ հանգամանք յուրաքանչյուր տրանսպորտային միջանցք դա նաեւ աշխարհաքաղաքական ներուժ է այդ երկրի համար, աշխարհաքաղաքական գործոն։ Եվ ինչ ենք մենք տեսնում։ Հայաստանի տարածքի միայն այն մասը, որը ունի տրանզիտային ներուժ, տրվում է Միացյալ Նահանգների երկարատև պայմանագրով կառավարման։ Դուք հասկանում եք, տրվում է Միացյալ Նահանգներին միայն այն հատվածը Հայաստանի Հանրապետության, որը ունի իր մեջ տրանզիտային ներուժ, նաև աշխարհաքաղաքական կշիռ։ Հասկանալի է այս հատվածը։ Հիմա շարունակենք։ Ինչ ակնկալիքներ մենք կարող ենք ունենալ այս Տրամպի ճանապարհից։ Սա է։ Եվ ինչն է մեր շահը այստեղ։ Ինչը կարող է լինել մեր շահը։ Առաջինը, եթե երասխ, ջուլֆա, Իրան երկաթուղին սկսի աշխատել։ Մենք կստանանք երկաթուղային կապ Իրանի հետ։ Եվ եթե երկաթուղի կապը նաև դեպի Ռուսաստան, Ադրբեջանի տարածքով։ Այդ երկու գործոնն են միայն հետաքրքիր Հայաստանի Հանրապետության համար։ Եթե այս երկու բանը Հայաստանը չի ստանում, ամբողջ պրոյեկտը անիմաստ եւ վտանգավոր պրոյեկտ է Հայաստանի Հանրապետության համար։ Հիմա նայեք, ինչ կարգի ռիսկեր այստեղ կան։
կառուցվում է եւ հայտարարվել է դա Ղարս Իգդիր Նախճեվան ճանապարհը։ Երկաթուղին։ Ինչ է սա նշանակում։ Նշանակում է, որ երկաթուղային կապը այս միջանցքով Ադրբեջան, Նախճեվան եւ Թուրքիա կարող է անխափան աշխատել, բայց կապը Հայաստանի հետ կարող է չաշխատել։ Դուք պատկերացրեք, այս փաստաթղթերը սկսում են կյանքի կոչվել, Ադրբեջանը կառուցում է, Թուրքիան է կառուցում, Ադրբեջանն է վերակառուցում այս կտորը եւ չի վերակառուցում կապը Հայաստանի միջև Հայաստանի Հանրապետության սահմանը։ Ինչ ենք ունենալու։ Ոչինչ։ Զրոյական վիճակ Իրանի հետ կապի հաստատման գործում եւ Ռուսաստանի հետ։